Պետյանին են տանում կալանավորում, կասենք լավ, ինչքան մենք կարող ենք սա արձանագրել։ Ես կարծում եմ, եթե կա քարերը նետելու ժամանակը, գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը, եւ մեր ժողովուրդը սա չի հանդուրժելու երբեք։ Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, ես ուղղակի ուզում եմ իմ հարգանքը, իմ խոնարհումը, իմ սերը հայտնել Դավիթի հանդեպ, որովհետեւ նա կարող էր չգալ, նա կարող էր մնալ որտեղ որ գնացել էր աշխատանքային այցով, բայց ելի եմ ասում, Դավիթը Դավիթ չէր լինի, եթե չգար, որովհետև այս սրիկաներին այդպես սա ուժ է, ինքը ուժ ցույց տվեց, ասես դուք չկաք այնքան, դուք ոչինչ եք, եթե ես ձեզնից վախենամ ու գամ։ Դրանով Դավիթի վարկանիշ ռեյտինգը մի քանի անգամ նախ բարձրացավ, դրանով անվստահության գործընթացի հնարավորությունը մի քանի անգամ բարձրացավ, որովհետև Դավիթը սովորական համայնքապետ չի, Դավիթը անվստահության գործընթացով ներկայացված ՀՀ վարչապետի թեկնածու է, որը պիտի ժամանակավոր կառավարություն ձևավորի, ես չեմ ասում անցյալ ժամանակով կամ ապառնյով, դա լինելու է, որը ձևավորելու է ժամանակավոր կառավարություն եւ հենց այդ ժամանակավոր կառավարությունն է իրականացնելու արտահերթ խորհրդանական ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի։ Ինչքան էլ ուզում եմ այդ մուրճը ճոճի, ինչքան էլ ուզում եմ լրթանա կներեք, որտեղ ինքը լրփանում է ետերից, ինչքան էլ ուզում է այսպես վախի մթնոլորտ ձևավորի, ինչքան էլ այս վնգստացող դատավորներն ու եւ իրավապահները անհասկանալի կենթանիներ, անհասկանալի կերպարներ, որ դիմակավորված նույնիսկ աչքերը չի երևում։ Ես չեմ հասկանում, դրանք հայ են, հայ չեն, այլ ազգի են, որտեղից են ներմուծվել, որտեղից են բուծվել, ինչքան էլ դրանց բերի, վախեցնի եւ ուժ ցույց տա, իր գնացքը արդեն գնացել է։ Ես ուղղակի խնդրում եմ մեր ժողովրդին զինվել համբերությամբ, հավատալ ընդդիմադիր այն գործիչներին, քաղաքական այն ուժերին, որ իսկապես ազնվորեն անվստահության գործընթացը ուզում են իրականացնել, հավատալ ընդդիմադիր այն ուժերին, որ իսկապես ազնվորեն ուզում են իրականացնել իշխանափոխություն եւ ոչ թե ուզում են մանդատ եւ ոչ թե ուզում են Նիկոլի պարլամենտում մի քանի մանդատ ունենալ եւ կանգնել այդ ընդդիմադիր ուժերի կողքին։ Ես կարող եմ այսպես պարզերես անկեղծորեն ասել, որ այդ քաղաքական ուժերից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։ Եվ այստեղ երկրորդ կարծիք չկա, որտեղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 18 թվականից ի վեր խոսում է, բացատրում է, ներկայացնում է, համոզում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն չարիք է բերելու, այս 7 տարիներին մենք տեսանք, որ իրոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն չարիք է բերում այս երկրին։ Եվ ինքը պիտի գնա ժողովրդի ճնշմամբ, ժողովրդավարական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, որովհետև երբ որ մեկ անգամ մենք փողոցով մեր ժողովուրդը միամտաբար հավատաց եւ կանգնեց Նիկոլի կողքին, այս անգամ դա չի լինելու։ Այս անգամ մեր ժողովուրդը ավելի խելամիտ է լինելու եւ խելամիտ մերժելու է Նիկոլին եւ նրա իշխանությանը։ Ես այն տեսեք դուք էլ նաեւ նշեցիք, որ Հանրապետական կուսակցությունը առաջ է քաշել քաղաքական գործընթացը, մասնավորապես իմպիչմենտի գործընթացը։ Ընդդիմությունը բայց ունի պլան B, որովհետեւ ամենայն դեպս այս պահի դրությամբ մենք ընդդիմության կողմից, այսպես ասած, իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ գործուն կամ ավարտին հասցնելու գործողություններ չենք տեսնում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը կրկին գնալու է պատարագի, նախորդող կիրակի օրվա պատարագը անվանել էր նորոգման պատարագ եւ գաղտնիք չէ, որ իրենք գնալու են մայրաթոռ, եթե իմպիչմենտի գործընթացը չհաջողվի, ձայները, ստորագրությունները չհաջողվի դնել այդ փաստաթղթի տակ գործընթացը սկսել եւ ավարտին հասցնել, ընդդիմությունը ինչ այլ ալտերնատիվ տարբերակներ ունի։ Շնորհակալություն այդ հարցի համար, վստահաբար ընդդիմադիր այն ուժերը, որոնք իսկապես գնում են անվստահության գործընթացի, ունեն տարբերակներ եւ որևէ քաղաքական ուժ չի կարող մտնել այս քաղաքական սահմանադրական գործընթացի մեջ առանց այլ տարբերակների։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Նիկոլ Փաշինյանը այո, կիրակի օրը նորից է տանելու, իր ուզածը հետևյալն է, ինքը այնքան արդեն պարզունակ ու պրիմիտիվ է, որ արդեն բացահայտված է իր տրամադրությունը, ինքը ուզում է տանել քաղաքացիական բախումների, ինքը ուզում է մեր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների, Նիկոլի սիրտը արյուն է ուզում, ինքը դա չի ստանալու, որտեղ ինքը գնալու է ընդդիմությունը այդ հնարավորությունը թվականին անարյուն եկանք իշխանության, իշխանափոխություն արեցինք, այնպես էլ հիմա եկան։ Ինքը գալաթ է անում նախ որ դա ասում է, որովհետև դա իր շնորհքը չի, որ իրենք 18 թվականին եկան առանց արյան իշխանության, դա Սերժ Սարգսյանի միայն ու միայն Սերժ Սարգսյանի շնորհքն է եւ իր հնարավորությունն է, որ այդ մարդը չգնաց բախումների, կարող է ինքը, չէ։ Մեզ հիմա անդադ մեղադրում են, ինչի չբռնեցիք, ինչի մի քանի հոգի ոչինչ, թող մի քանի հոգի էլ ասում են սպանվեին, բայց իշխանությանը չտայեք, բայց այն
ժամանակ պատկերացրեք, եթե մենք գնայինք դրան Սերժ Սարգսյանը գնար դրան, ինչ վայնասուներ բարձրանալու։ Եվ բացառապես Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ 18 թվականին մի կաթիլ արյուն անգամ չթափվեց։ Եվ ինքը միշտ ասում էր, չէ, որևէ իշխանություն չարժի, թեկուզ մեկ մարդու կյանք։ Մենք էլի դա չենք անելու, մենք գնալու ենք նորմալ իշխանափոխության եւ վստահաբար մեր կողքին կանգնած են տարբեր քաղաքական ուժեր։ Այդ ձեր նշած պլան B իհարկե գոյություն ունի։ Ես ուզում եմ շատ ուշադիր հետևեք առանց շատ փակագծեր բացելու Հայ հեղափոխական դաշնակցության որոշ հայտարարությունների եւ արտերկրում եւ Սփյուռքում եւ Հայաստանում դաշնակցական կառույցները արդեն ընդվզում են։ Ես ուզում եմ ուշադրությամբ հետևեք Եվրանեստի այս օրերին ընթացող Երևանում նիստերին, թե ինչպես են Եվրանեստի падգամավորները այդ պատվիրակության ներկայացուցիչները արդեն մատ թափ տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ այս բռնաճնշումների վրա, երբ որ ասում են, որ քաղաքական հայացքների համար ստատուս գրելու համար չի կարելի մարդկանց բռնել ու այդքան վայրի ձևով գցել գետնին եւ տանել։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք նաեւ Գյումրիում տեղի ունեցողին, երբ որ 40-ից ավելի մարդու ուղակի բռնել տարել փակել են, նաեւ անչափահաս երեխեք կան, Գյումրին նույնպես արթնացած է, Գյումրին հասկանում է իր սխալները եւ Գյումրին նույնպես ոտքի ականգնելու, ինչպես ամբողջ Հայաստանը։ Եվ այդ պլան B-երի մասին ես միշտ եմ ասում այս մասին, մենք եկեք այդքան միամիտ չգտնվենք, որ բոլոր փակագծերը բացած ներկայացնենք, մատուցենք այս իշխանությանը։ Վստահաբար ընդդիմությունը ունի քայլերի հերթականություն եւ դա իրականացնելու է, բայց որևէ մեկը հույս չունենա, թե ընդդիմության քայլերը լինելու են հակաժողովրդական կամ լինելու են արյունոտ կամ բան, հակառակը ընդդիմությունը գնալու է սահմանադրական ճանապարհով եւ այդ ճանապարհով մենք Նիկոլին հեռացնելու ենք։ Չի կարող չարը անվերջ լինել։ Եվ մենք դա անելու ենք, որտեղ հակառակը մեր երկրի կործանումն է։ Մեր ժողովուրդը սա արդեն հասկանում է։ Եվ եթե մի 10%-ը Նիկոլ Փաշինյանը ունի համակիրներ այսպես կոչված, դա իր ադմինիստրատիվ ռեսուրսն է։ Դուք տեսաք, Օհանավանքում ինչ տեղի ունեցավ, մի քանի տիկնայք, որոնք հետո բացահայտվեց, որ դրանք կոնկրետ աղանդների ներկայացուցիչներ են։ Նրանք աշխատում են համայնքներում, նրանք աշխատում են քաղաքապետարաններում կամ կառավարության ինչ-ինչ օղակներում, բացահայտվեց, որ այդ կանայք, այդ լրագրողներն են անում 4-րդ իշխանությունն անում, ես ինքս նայում եմ եւ լրատվամիջոցներից եմ դա տեսնում, որ դրանք այս կամ այն աղանդի ներկայացուցիչ են։ Հիմա իր հույսը այդ աղանդներն են։ Իրահույսը այդ աղանդերն են։ Հայ ժողովուրդը ճակատագրական ընտրության առաջ է։ Այսօր հայ ժողովուրդը պիտի բացատրի, պիտի ապացուցի, որ ինքը ավելի ուժեղ է, ավելի ճիշտ է, քան որևէ բաշի բոզուկ եւ որևէ աղանդավոր։ Մենք պիտի հաղթենք Նիկոլին եւ հաղթելու ենք վստահաբար։ Խնդրում եմ չկասկածեք։ Պարզապես մենք պետքա լինենք միասնական։ Պարզապես ընդդիմության են թևերը, որ միացել են անվստահության գործընթացին, պիտի իսպես չնստեն սպասեն, որ այդ ամեն ինչը անի հանրապետական կուսակցությունը։ Պետքա միասնաբար այս գործը գլուխ բերել։ Միայն միասնությամբ Նիկոլը շատ լավ տիրապետում է բաժանիր, որ տիրես սկզբունքին։ Ինքը այսպես քիչ-քիչ բաժանեց, այս պահին արդեն ինքը չի հաջողելու։ Այս պահին վստահաբար ինքը չի հաջողելու, որովհետև էլի եմ ասում, էլի որպես անհու, որպես լավատես, որպես, չգիտեմ, էլի ես վստահ եմ, ես հավատում եմ հայ ժողովրդի խելամտությանը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հետին խելքին եւ կարծում եմ, որ այս անգամ մենք պիտի հաջողենք։ Այլ ընտրանքը է, նա հիմա թող տանի բոլորից դնի բանտերը փակի։ Ինչա ինքը դրանից շահելու։ Այսինքն երկիրը դարձնելու աղանդավորների, անհավատների, անբարոյականների բան, հասկանում եք, ինքը դրանով ոչինչ չի շահելու, ինքը ուզում է թուրքացնի Հայաստանի Հանրապետությունը, դարձնի թուրքական վիլայետ, էլի չի հաջողելու։ Տեսեք, ցեղասպանության հուշահամալիրը ինչ այլանդակ ձևով ավիրել են, ինչ այլանդակ ձևով քանդել են։ Անցած օրը Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հրավեր են ուղարկել բանավոր Էրդողանի եւ Ալիևին, այդքան էլ ճիշտ առողջություն։ Այս վերջերս ես անդադ մի բան ասում եմ, դու պրոշտում ես, զգում ես։ Հա, լրիվ հաստատում է։ Հիշում եք Արարատ Միրզոյանը ազգային ժողովում հայտարարեց, որ հրավեր են ուղարկել Էրդողանի եւ Ալիևին բանավոր հրավեր, որ գա ինքը Հայաստան։ Նայեք ցեղասպանության հուշահամալիրի վիճակը։ Այս սրանք ամեն ինչ անում են, որ կզեն, որ ցույց տան, որ այդ իրանց պապաների ուզածները ամեն ինչ անելու են, որ իրանք ուղակի սենց երևի նամազել կարող անեն հանկարծ, որ իրանց խնդրեն։ Այս ամեն ինչը ուղակի սրա վերջը պետքա տրվի։ Ես հավատում եմ, որ սրա վերջը տրվելու է։ Էլի եմ ասում, ընդդիմությունը գնալու է սահմանադրական ճանապարհով, օրինական ճանապարհով եւ օրինական ճանապարհով այս իշխանազավթներին հեռացնելու է իշխանությունից։ Ես եմ 24 հարգելի հետևորդներ, մենք ուղիղ հեռարձակման այս